Գողական աշխարհի հետ կապված անձանց ձերբակալության գործողությունների ժամանակ վիրավորված հատուկ նշանակության զորքերի աշխատակցի առողջական վիճակը դեռևս մնում է ծանր։ Նա չի վիրահատվել, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ հսկողության տակ։ Դեպքը տեղի է ունեցել Կաբալի գյուղում անձանցից մեկը Միրզա Ալիևը, որը պետք է ձերբակալվեր, ինտենսիվ կրակ է բացել հատուկ նշանակության աշխատակիցների վրա։ Հատուկ նշանակության զորքերի անդամներից մեկը ծանր վիրավորվել է կրծքավանդակի հատվածում, իսկ Ալիևը տեղում լուծարվել է ոստիկանության պատասխան կրակի արդյունքում։ Այսօր առավոտյան ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն եւ տեսանյութերը հրապարակել գողական աշխարհի հետ կապված 34 անձանց ձերբակալման վերաբերյալ։ Սա վերաբերում է 5 տարբեր քրեական գործերի։ Նշված անձիկ մեղադրվում են այսպես կոչված գողական աշխարհի անդամ լինելու, գողական աշխարհի գործունեությանը աջակցելու եւ գողական աշխարհի անդամին դիմելու մեջ։ Նրանցից 7-ին, այդ թվում 2 անձի քրեակատարողական հիմնարկում, 4 անձի արտասահմանում եւ 1 օրենքով գողի մեղադրանքի առաջադրվել հեռակակարգով։ Նույն հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է Դավիթ Միքաձեի անվտանգության պետ Դավիթ Չոբինիձեն։ Սա վերաբերում է 2021 թվականի գործին։ Հետաքննության տվյալներով Միքաձեն եւ Չոբինիձեն տիրացել են ուրիշին պատկանող 5 հրազենի եւ վաճառել դրանք 3-րդ անձի օրինական նպատակով։ Այս գործով Միքաձեին մեղադրանքի առաջադրվել առանց դատավարության։ Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության Վակեսա Բուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են քաղաքացի Մանանա Գյորգոբյանին խմբակային բռնություն կազմակերպելու եւ դրան մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն հրապարակում է ներքին գործերի նախարարությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով հանցագործությունը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։ 2025 թվականի նոյեմբերի 2-ին ուշ երեկոյան մեղադրյալ Գյորգոբյանին բանավոր վիրավորանքներ է հասցրել սուպերմարկետներից մեկի աշխատակիցներին, 2006 թվականին ծնված Թ.Մ.-ին եւ 2004 թվականին ծնված Է.Մ.-ին։ Այնուհետև կապ է հաստատել իր ծանոթի 1996 թվականին ծնված Ջ.Չ.-ի հետ, որը ժամանել է դեպքի վայր ուղեկցող անձանց հետ։ Նրանք սուպերմարկետի 2 աշխատակցին ուժի կիրառմամբ դուրս են բերել տարածքից եւ խմբակային ֆիզիկական հաշվեհարդար են տեսել։ Իրավապահները նույնականացրել են հանցագործությանը մասնակցած բոլոր 6 անձանց։ Գործով շարունակվում են համապատասխան քննչական գործողությունները մյուս մասնակցած անձանց գտնելու վայրը պարզելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ եւ 126-րդ հոդվածներով, որոնք սահմանում են խմբակային բռնություն եւ դրա կազմակերպում, նշված է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի ժողովրդական հանրապետության վարչապետ Լի Ցյանի հետ միասին բացել է Վրաստանի ցուցահանդեսային տաղավարը Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսում։ Տեղեկությունը այս մասին տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։ Նրանց տվյալներով այս միջազգային ցուցահանդեսին, որում Վրաստանը այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով, ներկայացված է ավելի քան 40 վրացական ընկերություն։ Այսօր առավոտյան Շանհայում պաշտոնապես բացվեց 8-րդ միջազգային ներմուծման ֆորումը։ Վրաստանի վարչապետը իր չինացի գործընկերոջ հետ միասին միջոցառմանը ելույթ ունեցավ։ Շեշտը դրվեց գործընկերության ամրապնդման եւ տնտեսական ոլորտներում հաղորդակցության ակտիվացման վրա։ Նշվեց, որ ցուցահանդեսը նպաստում է ավելի բաց եւ կայուն համաշխարհային տնտեսության ձևավորմանը։ Ընդգծվեց Եվրոպա-Ասիա ռազմավարական կապակցող օղակի դերը եւ նրա հնարավորությունները։ Վրաստանի ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 5-ի նիստում առանց փոփոխության թողեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, պահպանելով 8%-ի մակարդակով։ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ երկրում ընդհանուր գների մակարդակը տարեկան կտրվածքով աճել է 5.2%-ով։ 3%-անոց թիրախային ցուցանիշի համեմատ գնաճի աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների բարձրացմամբ, ինչը մասամբ կապված է նախորդ տարվա ցածր բազային էֆեկտի եւ արտաքին գործոնների հետ։
Երկրում պարբերաբար գրանցվում են կարմրուկի դեպքեր, ըստ Պատայի Մնաձեի խուճապի մատնվելու առիթ չկա։ Նրա խոսքով հիվանդության բուժումը պարզ է։ Կանխարգելման համար կարևոր է խուսափել վարակված անձի հետ շփումից, ինչպես նաև ուրիշի սրբիչն ու հագուստը օգտագործելուց։ Բուժումը պետք է իրականացվի ոչ միայն հիվանդի, այլև նրա ընտանիքի բոլոր անդամների, ինչպես նաև նրա հետ սերտ, մտերիմ և երկարատև շփում ունեցողների համար։ Համաշխարհային սոցիալական գագաթնաժողովում ներկայացվել է Վրաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում և վրացական պատվիրակությունը գլխավորում է առողջապահության նախարար Միխեյլ Սարջվելաձեն։ Կլոր ցեղանի ձևաչափով նա քննարկել է սնանկության նվազեցման և աշխատաշուկայի ամրապնդման հարցերը։ Նա նշել է, որ սոցիալական քաղաքականությունը նպատակ ունի աջակցել տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ներքին տեղահանված անձանց և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Սննդի ազգային գործակալությունը ընթացիկ տարի հայտնաբերել է պիտակավորման կանոնների 770 խախտում։ Պետական վերահսկողության ծրագրի շրջանակներում երկրի մասշտաբով ստուգվում են սուպերմարկետներ, մթերային խանութներ, հանրային սննդի հաստատություններ, հրուշակեղենի խանութներ և գյուղատնտեսական շուկաներ։ Գործակալությունը կոչ է անում սպառողներին սնունդ գնելիս ուշադիր կարդալ պիտակի վրա գրանցված տեղեկատվությունը։ Այս կանոնները Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրու համաձայնագրի մաս են կազմում։ Զբոսաշրջության ազգային վարչությունը հյուրընկալում է Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից 12 խոշոր զբոսաշրջային ընկերություններ։ Հանդիպել են վրացական տուրօպերատորների հետ։ Նրանք քննարկել են համագործակցության խորացումը, Պարսից ծոցի երկրներից Վրաստան տուրիստական խմբեր բերել և ձմեռային զբոսաշրջային սեզոնի ընթացքում զբոսաշրջային փաթեթներ առաջարկել է։ Այցի ընթացքում հյուրերը այցելել են Կախեթի, մասնավորապես Ծինանդալի, Թել Ավիվ, Սիղնաղի և Լապոտա։